Հիսուս մտավ մեզ համար,
որտնելով հավիտենական քահանապետ ըստ Մելքիսեդեկի կարգի։ Քանզի այս Մելքիսեդեկը թագավոր էր Սաղեմի, բարձրյալ Աստուծո քահանա, որ Աբրահամին ընդառաջ ելան եւ նա վերադառնում էր թագավորների կոտորածից եւ օրհնեց նրան։ Եվ Աբրահամը ամեն ինչից դասանորդներ տվեց նրան։ Մելքիսեդեկը նախ թարգմանվում է արդարության թագավոր, ապա թագավոր Սաղեմի, այսինքն թագավոր Սաղավության։ Նա անհայր էր, առանց ազգատողմի, ոչ օրերի սկիզբ ուներ եւ ոչ կյանքի վախճան։ Նմանվելով Աստուծո որդուն, նա կա ու մնում է մշտուջենապես քահանա, արդ։ Տեսեք, թե ինչպիսի մեկն էր սա, որին Աբրահամ նահապետն էր դասանորդներ տվեց ավարից, եւ Ղևի զավակներից նրանք, որ քահանայություն են ստանում, իրավունք ունեն ըստ օրենքի դասանորդ վերցնելու ժողովրդից, այսինքն իրենց եղբայրներից թեկուզ եւ վերջիններս Աբրահամի զավակներն են։ Իսկ նրանց ազգատողումից չհամարվածը դասանորդ վերցրեց Աբրահամից եւ օրհնեց նրան, ով ընդունել էր խոստումը։ Ամեն հակաճանությունից վեր է այն, որ օրհնողն ավելի բարձր է, քան օրհնվողը։ Ալելույա, ալելույա, Աստված օրհնի ամենս եւ օրհնի ամենս, երևեցած երեսս քո մեծ եւ օրհնի ամենս։ Ալելույա, օրհնի Աղաղոթյան ամենեցան։ Սրբով է տրնիս Իսուսի Քրիստոսի, որս թողոմ։ Ամենայն օր որիս է և ոչ բերեպտող կտրասնա և ամենայն որ բերեպտող սրպեսնա զիարավել եվս պտկաբերնիցի դոք արդեն իսկ սորպեք վասնբանին զոր խոսեցան ձեզ կացեքիս և եսի ձեզ որպես օրը ոչ կարեպտող բերել հանցնե յուրմե եթե չիցե աստատյալ հորդը, նույնպես և դուք, եթե ոչ հիս աստատյալից եք, ես եմ որդն և դուքուր, որ աստատյալ ես, և ես ինամ նա բերեպտուխ ուշ, զե արնոցի ոչինչ կարեք արնել, եթե ոչ ոք է աստատյալ ձեզ, և նա արտաքսի պրեպզորը, և ծամակեցավ և ժողովեն ըզնամ, և յուր արկանեն և այրին, եթե կայցեք իս,